Ազից 10,000 դրամ ինչա։ Դուս ես գալիս մի հատ գնում ես բան չես առնում արդեն 10,000 չէ 15,000 ես ծախսում։ Ես չգիտեմ, այդ տվեք այդ հարցը Փաշինյանին։ Թող ինքը մտածի ոնց պետք է լինի, բանը չի նշանակում, որ ինքը իր աշխատողներին միլիոններ է տալի, թոշակառուին տալիս է, լավ մի հատ ապտեկա մտեք, դեղեր արեք, այդ 10,000-ից ինչ բան էլ չի մնում, հենա միան թոշակից է ջոկ են ավելացնում խեղճերը, հացի փողել չունեն։ Ոչ, մի հատ շտապ օգնություն ես կանչում, մինչև 5,000 դրամը չտաս, մինչև ընդ իրանց կվիտանցիաները իրանց բանը չմուծես, մի հատ գոնե ճնշում չեն չափում, որ մարդ մահամերձ վիճակը կվիտանցին բերեք նոր։ Այդ ինչ հմել ավելի է, պետք է սպասես մինչև 5 քույրը գա, ես իմ ինչ 5 օր հետո չգիտես ինչեր է հնարում, հետ չարժեին, ինքը երկրորդ անգամ նստի որպես վարչապետ, որովհետև ավելի մեր Հայաստանը կործանման ենթարկի, նեցա ենթարկել արդեն։ Եթե նայես ժողովրդավարական տեսակետից, ոչ թե արդար է, դա դատապարտելի է, դա քրեական հանցագործություն է, որ իր ծնողը թոշակառուն աղքատ սոված նստած է, ինչ որ մի հատ նախարար կամ պատգամավոր 7 միլիոն դրամ է ստանում, էդի ոնց որ ձեռը առնես, ավելի լավ է չհայտարարեն, էդի գոնե թաքուն անեն, մարդիկ չիմանան, էդի ոնց որ նազլո էլի հակառակ մարդկանց են անում, որ այդ խեղճ աղքատները, հետո ասում են նախանձը որտից առաջանում, չարությունը, անեծքը, վատ ցանկությունը, մեկը մյուսի նկատմամբ, նման անարդար մոտեցումներից, այդ երկիրը ծերերն են սարքել իրականում, այս շենքերը, այս փողոցը, այդ մարդիկ այսօր ցրտին իրանց տներում նստած են, նույնիսկ դեղի ու հացի փող չունեն, ինչի մասին է խոսքը, ոնց կարա լինի պետություն, սա կոչվի պետություն, երբ որ մարդը փող չունի, գնա մեռի, հիվանդանոցը չի ընդունում, եթե դու թոշակառու չես, ասենք իմ տարիքի մարդ ես, հիվանդ ես, փող չունես, գնա մեռի, չի ընդունում, ոչ միտեղ չես կարա գնաս, ասես ես հիվանդ եմ, կասեն փող չունես, գնա մեռի, դա ինչ պետություն ոնց կարելի է համարել պետություն, երբ որ քաղաքացին իր թիկունքին ուժ չի զգում, պաշտպան, ոնց կարա քաղաքացին իրան համարի լիարժեք քաղաքացի, ասի ես իմ պետությունն է, դիպլոմատիկ ինքնախապեյություն ու կեղծիք է, կապ չունի Նիկոլը կլինի, ով կլինի, նշանակություն չունի, միջև մենք մեր գլխի տերը չլնենք, մոռացեք, որ Հայաստանում հայ քաղաքացին իրան պաշտպանված եւ լիարժեք քաղաքացի կզգա, անհնարին բան է դա։ Չէ, ճիշտ չի դա։ Ճիշտ չի, բայց դա իրանք գիտեն, այլ եմ ասում, իրանք իրանց է պատճաշը իրանք են, ուտում մի բանը ժողովրդին են հույր